Լոռու մարզում բացահայտվել է մարդկային շահագործման ցնցող մի դեպք, որի քննությունն արդեն իսկ ավարտվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով շուրջ 10 տարի շարունակ քաղաքացին շահագործել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին լիովին օգտվելով նրա անօգնական վիճակից։ Պարզվել է, որ վերջինս տուժողին բառացիորեն դուրս է բերել իր սեփական բնակարանից եւ տեղավորել կողքի կենցաղային անպատկերացնելի վատ պայմաններ ունեցող շինությունում։ Իսկ տուժողի բնակարանը վերածել է հավանոցի եւ անձնական իրերի պահեստի, մուտքը փակելով առանձին փականով, որի բանալին պահել է միայն ինքը։ Այս պայմաններում տուժողը ստիպված է եղել անվճար աշխատել, մշակելով տնամերձ հողամասը, խնամելով կենդանիներին։ Դրան գումարած հանցավորը յուրացրել է տուժողի սոցիալական վճարները, կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը։ Արդյունքում տուժողն իր ապրուստն ապահովելու համար սկսել է մուրացկանությամբ զբաղվել եւ նույնիսկ աղբ հավաքել կացարանը ջեռուցելու համար։ Հարևանուհին օգտվելով տղամարդու ծանր հոգեկան առողջության վիճակից ավելի քան 15 տարի շահագործել է վերջինիս։ Բնակարանը դարձնելով հավաբուն, իսկ տղամարդու նպաստն ու մնացած դրամական միջոցները յուրացրել է։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվող նախաքննության արդյունքում ի հայտ են եկել անձի կողմից անօգնական վիճակում գտնվող թրաֆիքինգի եւ շահագործման հանցագործության հատկանիշներ։ Նախաքննության պարզվել է, որ 65-ամյա հարևանուհին տեղեկացված լինելով 70-ամյա տղամարդու անօգնական վիճակի մասին, վերջինիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին շուրջ 10 տարի շարունակ դիտավորյալ եւ համակարգված կերպով շահագործել է նրան։ Կինը տղամարդուն դուրս է բերել բնակարանից եւ տեղափոխել կենցաղային վատ պայմաններ ունեցող կից կառուցված շինություն, ապահովելով միայն ապրուստի նվազագույն պայմաններ։ Միաժամանակ տղամարդուն պատկանող բնակարանը օգտագործել է որպես հավանոց եւ անձնական իրերի պահեստարան, բնակարանի մուտքի վրա տեղադրելով առանձին փական, որի բանալին պահել է իր մոտ, զրկելով տղամարդուն իր իսկ բնակարանից օգտվելու հնարավորությունից։ Չբավարարվելով այդքանով, կինը տղամարդուն ստիպել է անհատույց աշխատել, տնամերձ հողամասում եւ այգում կատարել գյուղատնտեսական աշխատանքներ, ինչպես նաեւ տուժողի բնակարանում պահվող հավերին խնամել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 65-ամյա կինը տեղյակ լինելով 70-ամյա տղամարդու անօգնական վիճակում լինելու մասին, վերջին շուրջ 10 տարվա ընթացքում շահագործել է նրան, ենթարկել է թրաֆիքինգի։ Մասնավորապես մեղադրյալը տուժողին հանել է իր բնակարանից, բնակարանը դարձնելով եւ օգտագործելով որպես հավանոց, դրա վրա կախել է առանձին կախովի կողպեկ, որի բանալին պահել է իր մոտ, ապրուստի նվազագույն պայմանները ապահովել տուժողի համար, իսկ տուժողը ստիպված է եղել աշխատել եւ պահել նրա հավերին իր իսկ բնակարանում։ Կինը ապօրինաբար տիրացել է նաեւ տուժողի պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակին եւ հաշմանդամության նպաստին։ Ստեղծված պայմաններում տուժողը ստիպված է եղել իր նվազագույն կենսապահովումը իրականացնելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ։ 65-ամյա տղամարդը իր ապրուստը հոգալու նպատակով ստիպված է եղել կատարել մուրացկանություն, ստիպված է եղել աղբանոցից հավաքել արկղեր իր բնականը ջեռուցելու նպատակով։ Վերագրյալ փաստական հանգամանքները բավարար հիմք են հանդիսացել կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Մեղադրյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի առաջին մասով, այն է անօգնական վիճակում գտնվող անձի շահագործումը կամ թրաֆիքինգը։ Վարույթի նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։